Մայիսի 11-ի ուժեղ քամու հետևանքները ճակատագրական էին 23-ամյա Ռուզաննայի համար։ 36 շաբաթական հղին որովայնի թափանցող վնասվածք պատրվածքով սուր ցավերով եւ արյունահոսությամբ տեղափոխվեց Էրեբունի ծննդատուն։ Շատ կարճ ժամանակի ընթացքում բժշկուհի Նարա Սուրենովնան եւ Անայդ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կիսարյան հատումը։ Դրա հետևանքով էլ ծնվեց բալիկը ու հիմա փառք Աստծո որոշակի փոփոխություններ արդեն համ բալիկը ունի, համ ես շնորհիվ շատ լավ բժշկական անձնակազմի։ Բալիկը ինձ փրկել է, բացի բալիկից էլ եթե չլիներ բժշկական անձնակազմը ու առաջին հերթին Աստված, ես չէի փրկվի։ Բժիշկներն էլ շատ մեծ գործ են կատարել։ Հետազոտելուց հետո բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը։ Աղջնակը ծնվել է 2450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով։ Փոքրիկ Մարինեն ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խոր վնասվածքով է ծնվել, բայց ընդհանուր վիճակը բժիշկները գնահատում են կայուն։ Վիրահատության եւ կտրվածքը եւ ամենից շատ ճիշտ ընտրվել է, որովհետեւ հիմնական ուրեմն խնդիրը եղել է ոչ թե որովայնի, ասենք, աղիների կամ այլ օրգանի վնասվածքը, այլ հենց արգանդի վնասվածքը, որը թափածագող վնասվածք է եղել եւ կինը նշել է անմիջապես, որ վնասվածքից հետո ջրերը գնացել են եւ իսկականցել եւ հարված այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա պատրված կա եղել, որի պատճառով, այսինքն հիմա ասում են մեկը ինձ հարցրեց, իսկ հնարավոր չէր կարը տնել, կարը իհարկե հնարավոր է, բայց նորածնին ոչ թե կար տնելու համար է, այլ հիմնականում որպեսի հետագա ուրեմն բարդություններից խուսափելու շատ հնարավոր էր, որ լիներ գանգոսկրի կոտրվածք, շատ հնարավոր էր, որ լիներ նաև արյունազեղումներ ուղեղում։ Դրա համար տեղափոխվել է Ձերեթելի բժշկական կենտրոն, որտեղ մանրամասն հետազոտությունները արվել են, փառք Աստծո նորածինը լավ վիճակում է գտնվում, մայրն էլ այսօր իհարկե արդեն լավ վիճակում է գտնվում, շուտով պատրաստ ենք դուրս գրման։ Հարցին արդյոք Ռուզաննան կարող է 4-րդ անգամ մայրանալ, բժիշկը ժպիտով է պատասխանում։ Իհարկե 100% կունենա, եթե մենք դեռ Էրեբունի ծննդատունը եւ իմ կոլեկտիվը Արտյոմ Մաքսիմիչի ղեկավարությամբ, Միխայել Վլադիմիրովիչի ղեկավարությամբ աշխատում է եւ բոլոր հարագից մասնագետները, այդ թվում նաեւ վիրաբույժները, որոնք անմիջապես մասնակցություն են ունեցել վիրահատությանը եւ կատարվել է նաեւ որովայնի օրգանների հետազոտում ու վնասվածք, եթե չի հայտնաբերվել, ուզում եմ ասեմ, որ կունենա 100%-ով այդ աղջիկը երեխա։